Նրա մոտ են գալիս երկու հայ դավաճան իշխանները, հանձնվելու առաջարկ անելով։ Փարանձեմ Թագուհին լինելով խոհական, հայրենասեր, հուզական, ասում են, որ շատ լացելով, մխկտալով, համոզելով, տարբեր կերպ համոզելով, կարողանում է իր կողմը գրավել այս դավաճան իշխաններին եւ հենց նույն իշխանների միջոցով լուր ուղարկել Պարսկաստան, թե հանձնվելու այս առաջարկի մասին մտածելու համար 2 օր է խնդրում։ Իմաստուն Թագուհին ժամանակ էր շահում։ Իրականում նա ծրագրում էր գիշերային ռազմական գործողություն եւ հենց նույն օրը գիշերով հայոց զորքը գաղտագողի դուրս է գալիս ամրոցից եւ հանկարծակի հարձակվելով Պարսից քնած բանակի վրա ջախջախում։ Մինչև կատաղած շապուհ արքան նոր բանակ կհավաքեր եւ նորից կմիավորեր իր ուժերը, Փարանձեմ Թագուհին հասցնում է որդուն Պապ Թագավորին ուղարկել Հռոմի կայսրից օգնություն խնդրելու նպատակով։ Չնայած Հռոմը